Ֆուտբոլի աշխարհի առաջության նախընտրական փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականն այսօր ընդունելի է Հունգարիայի հավաքականին։ Գոնե տեսական շանսերը պահելու համար մեր հավաքականը պետք է հաղթի հունգարացիներին։ Իհարկե բարդ է լինելու, բայց ինչպես ասում են, եթե կա շանս, կա նաև հաղթելու հնարավորություն։ Հայաստանի հավաքականն այս պահին 3 միավորով վերջին տեղում է, բայց ընդամենը 2 միավոր է զիջում հունգարացիներին։ Նրանք 5 միավորով երկրորդն են։ Հաղթելու դեպքում երկրորդ հորիզոնականով կմեկնենք Պորտուգալիա, որտեղ անհամեմատ բարդ է լինելու։ Իսկ ինչ է մտածում մարզիչը այս հաշվարկների մասին։ Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ քիչ, բայց քանի որ ունենք, պետքա պայքարենք։ Բայց ես չեմ եկել հավաքական, որ աշունը հարցեր լուծեմ, արդյունքների հետ կապված, այո, շատ կցանկանամ, բայց ինչի համար որ ես եկել եմ այս աշունը աշխատելու թիմի հետ այս ցիկլում, ես այդ աշխատանքը տանում եմ եւ իմ արշական շտաբով եւ թիմով բոլորով շատ գոհ եմ այդ աշխատանքից։ Հունգարիան մեր հավաքականին չի թերագնահատում, թեպետ մրցակցի մարզիչը նշել է, որ Հայաստան են եկել միայն հաղթելու համար։ Հայաստանին հաղթելու համար պետք է պայքարենք դաշտի յուրաքանչյուր մետրի համար։ Հայաստանը ցույց տվեց, որ իր դեմ խաղալը շատ ծանր է։ Հիշենք թեկուզ, թե ինչպես նրանք հաղթեցին Իռլանդիային։ Անիմաստ է թերագնահատել մրցակցին։ Արագ եւ տեխնիկապես հմուտ ֆուտբոլիստներ ունեն, որոնք մրցակցի սխալները շատ արագ օգտագործում են։ Մենք պետք է ագրեսիվ խաղանք, բարձր պրեսինգ անենք եւ չթողնենք, որ մրցակիցն ազատ տարածություն ստանա։ Միայն հաղթանակը կպահի մեզ աշխարհի առաջնության ուղեգրի պայքարում։ Վստահ եմ, մեզ դժվար խաղ է սպասվում 3 միավորի համար, բայց թիմը մոտիվացված է ու պատրաստ պայքարի։ Առաջիկա մրցավեճին մեր ազգային թիմը մոտենում է երիտասարդացված կազմով։ 30-անց ֆուտբոլիստներն ընդամենը 3-ն են՝ դարպասապահ Չանչարևիչը, պաշտպան Կամո Հովհաննիսյանը եւ կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։ Մարշի խոսքով, այսուհետև արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքական կհրավիրվեն միայն նրանք, ովքեր պատրաստ կլինեն մեկնարկային կազմում խաղալու։ Հավաքականի երիտասարդացումը ոգևորել է նաև փորձառուներին։ Ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստներ են հայտնվում, որոնք համադրում են հավաքականը եւ ես միայն ուրախ եմ, որ մեր հավաքականը ունենա լավ երիտասարդներ, որոնք ապագայում միայն ուժեղացնելու են մեր հավաքականը։ Լավ շանս է նոր կազմով, որովհետեւ մի քանի 4-5 հոգի ֆուտբոլիստ չեն խաղալու հավաքականի կազմում նախորդ խաղերի համեմատ իմ համար շատ լավ փորձություն է եւ վերլուծության մեծ առիթ կլինի, որ մենք մեր ճիշտ ուղին, ինչով որ ճանապարհը որ մենք ընտրել ենք, այս խաղերը մեզ շատ կօգնեն։ Հունգարիան Հայաստան է ժամանել մարտական կազմով, թիմում եվրոպական գրանտ ակումբների ու նաև հունգարական առաջատար թիմերի ֆուտբոլիստներ են։ Նրանց համար նույնպես այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի փլեյօֆի ճանապարհին։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։